Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Ողջույն, պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին օրերին, ըստ ձեզ, ինչու են Հայաստանի նախկին նախագահներ Քոչարյանը, Սարգսյանը, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը լծված Հայաստանի իշխանությունների վարկաբեկման գործին։ Լավ նշեցիք հերթականությունը, ես կարծում եմ, որ վերջին եւ ամիսների եւ տարիների փորձը ցույց է տալիս կամ պրակտիկան ցույց է տալիս, որ այս մարտիկ նույն թիմից են խաղում ընդդեմ Հայաստանի, գիտեք, այստեղ իհարկե իրենք փորձում են ցույց տալ իշխանություններին, բայց իրականության մեջ սա Հայաստանի Հանրապետության, Հայաստանի պետության դեմ արվող քայլեր են, քանի որ երբ որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մեղադրում է ներկայիս իշխանություններին, ասում է, որ իրանք են հրահրել պատերազմը, դա չի վերաբերում իշխանություններին, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն, որին հետագայում նաև հաշվի առնելով իրենց, այսպես ասած, սուտ մատնությունը Հայաստանի դեմ, կմեղադրեն պատերազմ հրահրելու եւ հարձակվելու մեջ։ Ինչը իդեպ անում է Ադրբեջանն է անում նույն բանը, նաև անում է, ինչպես տեսնում ենք, Հայաստանի նախկին նախագահները, նրանց միացավ նաև իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանը, մենք կարող ենք հիշել նրանց վերջին հայտարարությունները այդ մասով եւ այլն, բայց լավ դրա Ադրբեջանը արդեն ասում է, որ իրենք ինչ որ փաստահավաք խումբ են ձևավորել եւ փաստեր են հավաքում եւ ես համոզված եմ, որ Հայաստանի նախկին նախագահները իրենց այսպես ճակերտավոր պատվավոր տեղը կգրավեն եւ թերևս ամենակարևոր տեղը կգրավեն ադրբեջանական փաստերի ցուցակում ընդդեմ Հայաստանի։ որն է դրա նպատակը, բայց սա է չէ կարևոր հասկանալ, որովհետև դժվար է այդ մարդիկ չհասկանան, որ իրենց կռիվը իշխանության սահմանից անցել է եւ արդեն պետության դեմ է։ Տեսեք, նպատակը ես կարծում եմ 2-3-ն է եւ առաջին նպատակներից մեկը բնականաբար իրենց կարծիքով վարկաբեկել իշխանությանը, որի հրահանգը իրանք ունեն ոչ միայն անձնական ցանկությամբ, այլ դրսի պատվերով, վարկաբեկել իշխանությանը բոլոր հնարավոր միջոցներով եւ այդ միջոցների մեջ խտրականություն չդնել եւ եթե նույնիսկ դա վնասում է պետությանը հաշվի չառնել եւ գնալ այդ ճանապարհով, ինչը մենք տեսնում ենք ակնհայտ իրենք ուրեմն այդ գործելավոճով նախ եւ առաջ վնասում են պետությանը, բայց դա իրենց չի հետաքրքրում, քանի որ դրված է խնդիր վարկաբեկել իշխանությանը առաջիկա ընտրություններին ընթരാճ հաջորդը ես կարծում եմ, որ թերևս ամենագլխավոր պատճառներից մեկը այս երեք նախագահներն էլ ունեն անձնական, այսպես ասեմ, չմարսված մաղձ գործող իշխանության կամ իշխանության ղեկավարի տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված, առաջին նախագահի հետ կապված գիտենք ինչու կարող է դա տեղի ունենալ, եղել է Նիկոլ Փաշինյանը եղել է իր նախկին թիմակիցը, հետո դուրս եկել է թիմից, դարձել է առանձին լիդեր եւ կարողացել է Հայաստանում անել այն, ինչ որ նա փորձում էր անել կամ ձևացնում էր, որ անում է։ Հաջորդ նախագահների պատմությունը գիտենք, Սերժ Սարգսյանը գահանքեց է արվել Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ Ռոբերտ Քոչարյանը մի քանի տարի առնվազն գոնե այս պահի դրությամբ անցկացրել է բանտում էլի Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին եւ այս ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով այդ մարդկանց նաեւ հիշաչար տեսակը նրանք փորձում են ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, տվյալ դեպքում իշխանության ղեկավարին, իսկ մեծ առումով էլի կրկնեմ, իրենք այդ ճանապարհին, այդ գործելավոճի մեջ իրենք խտրականություն չեն դնում եւ եթե դա վնասում է նույնիսկ պետությանը, նրանք դա հաշվի չեն առնում։ Օրինակ ազգային ժողովում հայտարարությունների ժամին Հայաստան Դաշնունքից հայտարարություններ էին անում, ասում էին, որ այս կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արցախցիներ չլինեն, որպեսզի նրանք հեռանան Հայաստանից եւ եթե չկան արցախցիներ, նաեւ չկա Արցախյան հարց, հա։ Նախ ի սկզբանե պետք է երևի ամրագրել, որ սա շատ ոչ միայն մանիպուլյատիվ, այլ նաեւ անբարոյական հայտարարություն է եւ առաջին
հերթին կարծում եմ սրան պետք է արձագանքեն նաև հենց արցախցիները, որովհետև եթե ճիշտ է իմ տպավորությունը, նույն Հայաստան Դաշինքը փորձում է արցախցիներին օգտագործել ապագա ընտրություններում ինչ-ինչ դիվիդենդներ շահելու համար։ Տեսեք, այս քաղաքական էլիտան, Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական, իրենք իրենց կառավարման ամբողջ 20 եւ ավելի տարիների ընթացքում օգտագործել են եւ արցախցիներին եւ Արցախի գործոնը Հայաստանում իշխանություն զավթելու, իշխանություն պահելու, թալան կազմակերպելու, ուրեմն Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծելու, որ օրինակ Հայաստանը լքի Արցախի բնակչությունից 4 անգամ ավելի շատ բնակչություն, քաղաքացիներ։ Այսինքն այս մարդիկ Արցախի եւ արցախցիների խնդիրը մշտապես օգտագործել են եւ այսօր էլ են ցավոք սրտի այս իրավիճակում օգտագործում։ Դա իհարկե անբարոյականություն է եւ կարծում եմ այստեղ Արցախահայությունը պետքա իր վճռական խոսքը ասի։ Ես համոզված եմ, որ նրանց մեջ կան հազարավոր մարդիկ, ովքեր չեն հավատում այս մարդկանց, ավելին ռացիոնալ մտածող մարդիկ համարում են, որ իրենց բոլոր դժբախտությունների պատճառը կամ արմատը իրենց դժբախտությունների գալիս է այս մարդկանցից եւ այս մարդիկ հերթական անգամ փորձում են այդ էմոցիոնալ ֆոնի վրա քաղաքական դիվիդենտներ շահել։ Ես ուզում եմ նաև խոսենք այն մասին, որ Քոչարյանը ասում էր, թե Հայաստանը ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը Արցախից հեռանա ու նման բաներ։ Սա գրեթե նույն նարատիվն է, ինչ կրկնում է օրինակ ռուսական կողմը, արդարացնելով իրենց անգործությունը, տեղտեղ նաև մասնակցությունը օրինակ 2023 թվականի իրադարձություններին, երբ ասում են դե Պրահայում, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ մենք ինչ կարող էինք անել ու նման բաներ, հա։ Կխնդրեմ անդրադառնալ հենց այս թեզերին նաև։ Տեսեք, նախ են որ ինչ որ ասում է ռուսական արտգործնախարարությունը, կրկնում է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ հայ առաքելական եկեղեցու, հա, պաշտոնական քարոզչությունը, դա արդեն սովորություն է եւ ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, տպավորություն է, որ այդ մարդկանց տեքստերը գրվում են Ռուսաստանի արտգործնախարարությունում եւ ուղարկվում են իրենք ուղակի տարածում են կամ կարդում են կամ արտաբերում են։ Ինչ վերաբերում է Պրահյան գործընթացներին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո նաև տարածվեց համացանցում նույն 2022 թվականի, հա, այդ Պրահյան գործընթացից հետո ուրեմն Նիկոլ Փաշինյան Պուտին հանդիպումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի առաջարկների հիման վրա գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ Այսինքն չկար մի կետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը դեմ էր ռուսական առաջարկներին։ Ավելին ասվեց, որ այդ մասին կարող ենք այդ հանդիպան արդյունքներով հայտարարություն անել եւ այլն։ Դրանից հետո անմիջապես հետո տեսանք ուրեմն Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղ Ալիևը պարզ Պուտինի ներկայությամբ հայտարարեց, որ իր համար Ղարաբաղյան հարցը փակված է եւ ոչինչ չունի քննարկելու, որին Պուտինը որևէ արձագանք չտվեց եւ երակով ձևաչափում, որտեղ Պուտինը խոստովանեց, որ ամեն ինչ չէ, որ կարողացել են ուրեմն համաձայնեցնել, իսկ մինչ այդ էլ Հայաստանի Հանրապետության վարչապետը էլի Պուտինի ներկայությամբ հայտարարեց, որ Պրահյան գործընթացում, Պրահայում արված բոլոր հայտարարություններում Հայաստանի վարչապետը հաշվի է առել Ռուսաստանի մոտեցումները, որին կրկին ուրեմն Ռուսաստանի նախագահը որևէ արձագանք չտվեց։ Ավելին մենք գիտենք մինչ այդ նաև Խովայևյան պլանը, որը ենթադրում էր հարցի կարգավորում եւ Արցախի կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում, որինի պատասխան, որը ամբողջությամբ ընդունվեց ուրեմն Հայաստանի կողմից, ավելին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի հետ ստորագրել համաձայնագիր, որով ռուսական զորքերը Արցախում մնան նույնիսկ 20 տարի, հա, ոչ թե 5 տարի, այլ 20 տարի։ Ու դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց, այլ ընդամենը օրեր անց Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց Հայաստանի դեմ։ Ահա այս ամենից հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ուրեմն
այն բանի մասին, որ իբր Հայաստանը ամեն ինչ արել է, որ Ռուսաստանը դուրս գա այնտեղից, դա չգիտեմ, անկեղծ ասած, դա այլևս չի տեղավորվում ոչ միայն տրամաբանության մեջ, դա պետք է լինես խորը գործակալ, որպեսզի արդարացնես ուրեմն քո գործատու երկրին, այսպես ասեմ։ Պետք է լինես խորը գործակալ, որպեսզի այս ամբողջ իրադարձություններից հետո էլի կրկին փորձես արդարացնես այդ երկրին եւ ամբողջ մեղքը բարթես ընդհակառակը տուժող երկրի ու ժողովրդի վզին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը զարմացած է, թե ինչ հիբրիդային պատերազմի մասին կարող է խոսք լինել օրինակ Հայաստանի դեմ եւ ասում է, որ պատրաստ են քննարկել տարբեր ձևաչափերով հայ գործընկերների մտահոգությունները, միաժամանակ ասում է, ինչ այդ հիբրիդային պատերազմների մասին հայտարարությունները հանրային, նաև իշխանական շրջանակներից հնչում են Հայաստանում Ռուսաստանի այդ հարաբերությունների խորացման ջատագովների հետապնդումների ֆոնին, հա։ Սա էլ որերորդ անգամ Ռուսաստանի արտգործնախարարությունը խիստ անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներով։ Ինչ է ուզում սրանով ասել ռուսական կողմը։ Ռուսաստանը մի երկիր է, որտեղ այսօր պարզ թուղթը, հա, դատարկ թուղթը, երբ որ դու պարզում ես ու կանգնում ես, քեզ կարող են կոնկրետ հոդվածներով դատապարտել եւ չգիտեմ, եւ ուրեմն տարիներով անցկացնես կալանքի տակ։ Եվ հետևաբար Ռուսաստանը երկիրը չի, ով պետքա գնահատականներ տա Հայաստանում ընթացող իրավական գործընթացներին, առավել ևս, որ այդ իրավական գործընթացները գերազանցապես իրականացվում են շատ հայտնի շրջանակների, հայտնի օլիգարխիկ շրջանակների նկատմամբ, որոնք էլի Ռուսաստանի հովանավորությամբ տասնյակ տարիներ հարստահարել են, թալանել են Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին, նրա պետականությունը, ինքնիշխանությունը հավասարեցրել են մակարդակը իջեցրել են շատ ցածր մակարդակի, այդ հայ-ռուսական հարաբերությունների մերձեցման քողի ներքո, իսկ իրականության մեջ ոչ թե այդ հարաբերությունները որպես երկու սուվերեն պետությունների է եղել է վասալի ու տիրոջ հարաբերություններ, որտեղ գնալով Հայաստանի ինքնիշխանությունը ամբողջությամբ ուրեմն ոչնչացվում էր եւ Հայաստանը մեծ առումով հանձնվում էր ինչ որ երկրի պրոտեկտորատի կամ ինչպես այդ շրջանակների շատերն են հայտարարել, լավագույն տարբերակը դիտարկում էին գուբերնիայի, այսպես ուրեմն մոդելը Հայաստանի Հանրապետության համար։ Բնականաբար ռուսական կողմից պետքա պաշտպանեն այդ շրջանակները, որոնք առավոտից երեկո հայտարարում են, որ Հայաստանը ով է, որ առանց Ռուսաստանի դիմանա, Հայաստանը ով է, որ չմիանա ռուս-բելարուսական միութենական պետությանը, որ չգիտեմ, Հայաստանը պետքա կամ թուրքանա կամ ռուսականը գնա ռուսական այսպես թևը եւ հետեւաբար քանի որ չենք ուզում թուրքանանք պետքա գնանք ռուսական էլի լեցի տակ լինենք այս կեղծ նարատիվներով փորձելով ժողովրդին ուրեմն վախեցնել, փորձելով մանիպուլացնել Հայաստանը տանել եւ վերջնականապես դարձնել գուբերնիա Ռուսաստանի կազմում կամ ինչ որ մի ֆորմատով եւ բնական է Ռուսաստանը պետքա այդ շրջանակներին պաշտպանի։ Պարոն Արաքելյան, ինչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան 26-ի ընտրություններում Ռուսաստանի համար տարբերություն չկա, թե սրանցից որ մեկը կկարողանա իշխանություն վերցնել։ Տեսեք, Ռուսաստանը իմ վերլուծությամբ, իմ կարծիքով վարվում է հետևյալ քաղաքականությունը։ Ռուսաստանը բոլորին ասում է, որ այո, գնացեք, դուք եք տեխնացու, տեսեք այդ շրջանակները, երբ որ գնում են Ռուսաստանում ինչ որ Կ կլասի որևէ պաշտոնյային է հանդիպում կամ FSB-շնիկի, գալիս են Հայաստան, ինչ որ խոսում են դաբրոներից, որ մեզ դաբրո են տվել, ու այսպես շարունակ, բայց իրականության մեջ իհարկե Ռուսաստանը կարծում եմ ունի իր հիմնական ֆավորիտներին, եւ ես կարծում եմ, որ թերևս իր հիմնական եւ անփոխարինելի ֆավորիտը դա կարող է լինել հենց Ռոբերտ Քոչարյանը, քանի որ դա մարդ է, ով պատրաստ է հանուն Ռուսաստանի ամեն ինչ անել, մարդ է, որ ամեն ինչի պատրաստ է հանուն Ռուսաստանի եւ իր
անձնական ունեցվածքի ու անձնական իշխանության։ Ես կարծում եմ, որ այո, ֆավորիտը Ռուսաստանի համար դա Ռոբերտ Քոչարյանն է։ Իհարկե հաշվի առնելով նաև Սամվել Կարապետյանի ֆինանսական միջոցները նաև, չնայած Ռոբերտ Քոչարյանի եւ իր ընտանիքը ոչ պակաս ռեսուրսների են տիրապետում, եւ կարծում եմ, որ իր քաղաքականությունը հետեւյալն է, ունենալ բազմաթիվ այսպիսի ուրեմն միավորներ կամ անհատներ կամ խմբեր, դրանց միջոցով փորձել վերցնել փոքր-փոքր կտորներ եւ վերջում իր որոշմամբ ընտրել ֆավորիտին եւ ասել բոլորը միավորվում եք այս ֆավորիտի ուրեմն հովանու ներքո եւ վերցնում եք իշխանությունը։ Բայց ես համոզված եմ, որ այս քաղաքականությունը լուրջ արդյունքներ չի տա, քանի որ որքան էլ այստեղի այդ ուժերը այն հին մտայնությամբ գնում են դաբրոներ ստանում, իրենց տերերից գալիս են, պատկերացնում եք, մարդիկ ասում են գնացել ենք Հայաստանի ժողովրդի ու պետության վրա դաբրո երրորդ երկրից դաբրո ստանալով գալիս ենք, որպիսի իշխանություն վերցնենք, հասկանում եք։ Սա նման ուրեմն գործելակերպ կարող է ունենալ, կրկնեմ, խորը գործակալները, որոնց համար չկա պետություն, ազգ հայրենիք, որոնք նույնիսկ անկեղծության ժամին հայտարարում են, որ իրանք պրոֆեսիոնալ չեկիստներ են, այսինքն մարդիկ են, ովքեր այլևս ոչ մի բան չեն թաքցնում։ Այդ մարդիկ հայտարարում են, որ կամ իրենց կուսակցական փաստաթղթերում, հայտարարություններում, հարցազրույցներում խոսում են այդ մասին, որ Հայաստանի անկախությունը դեռևս միանշանակ չի, պետքա հասկանանք անկախ կարող է լինել, թե չի կարող լինել, պետք է նվազեցնել անկախության ինչ որ մակարդակը ու այսպես շարունակ։ Եվ հետևաբար սա պարարտ հող է ոչ միայն Ռուսաստանի համար, անկեղծ ցանկացած պետություն, որը կունենա նման լոյալ, հա, շրջանակ որևէ երկրում, այդ պետության արտաքին հետախուզական ծառայությունը անպայման կզբաղվի այս մարդկանցով, հասկանում եք։ Այսինքն այստեղ կա այդ նյութը, որից կարելի է օգտվել, որից կարելի է պատրաստել ինչ որ, չգիտեմ, մեկ այլ նյութ ընդդեմ այդ պետության։ Այսինքն սրանք էս մարդիկ այդ երրորդ երկրի պրոքսիներն են Հայաստանի Հանրապետության դեմ եւ այդ մասին ըստ էության իրենք բացահայտ երբեմն հայտարարում են։ Նույն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ փաստացի ամեն ինչում մեղավոր է Հայաստանը եւ Ռուսաստանը որևէ հարցում մեղավոր չի, ավելին ամեն ինչում մեղավոր է Հայաստանը եւ նույնիսկ Ադրբեջանը որևէ հարցում մեղավոր չի, սա խոսում է այլ բանի մասին, սա չի խոսում այդ երկրի նախկին նախագահի, չգիտեմ, սովորական շարքային քաղաքացու կամ քաղաքագետի, քաղաքական գործչի մասին, որ մտածում է այդ երկրի մասին, այլ խոսում է, չգիտեմ, մի մարդու մասին, որի շահերը սերտորեն սերտաճած են այդ երրորդ երկրի կամ երկրների հետ, մարդու ով սպասարկում է, ընդ որում ակնհայտ սպասարկում է երրորդ երկրների շահերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի։ Իսկ պարոն Առաքելյան, 2026-ի ընտրությունները ինչ եք կարծում, ընդդեմ թե հանուն է լինելու, թե առհասարակ այսպիսի հարցադրումը մանիպուլյատիվ է։ Տեսեք, նայած թե մենք ինչպես ենք դիտարկում դա, ընդհանրապես ցանկացած գործընթաց, եթե փորձես լավ կամ շատ ցանկանաս, կարող ես եւ ընդդեմ գտնել եւ հանուն, բայց մեծ առումով եթե մենք մի փոքր պոզիտիվ ենք տրամադրած, դա պետքա լինի հանուն խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղ եւ կայուն զարգացման եւ հանուն Հայաստանի Հանրապետության հեռանկարների, տեսեք, պատահական չի, որ այդ շրջանակները ոչ միայն հայտարարում են, որ իրենք եթե գան չեղարկելու են օգոստոսի 8-ի հետ համաձայնագրերը, այլ հայտարարում են, որ իրենք վերադառնալու են նոյեմբերի 9-ի փաստաթղթին, դա այն փաստաթուղթն է, որը իրանք համարում էին դավաճանական եւ կապիտուլյացիոն։ Բայց երեք Քոչարյանը հայտարարում է, որ ճիշտ է այդ փաստաթուղթը պարտության արդյունքում ստորագրված փաստաթուղթ է, բայց դրանով հնարավոր էր պահել Ղարաբաղը եւ հետեւաբար պետք էր կարճել այդ փաստաթղթից, բայց այդ պատերազմի այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո
ոչ ոք չասեց, որ այդ փաստաթղթով հնարավոր է պահել Ղարաբաղը։ Ընդհակառակը իրենք ասում են, որ սա կապիտուլյացիոն, Հայաստանի կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ավելին օրինակ նույն Վարդան Օսկայանը, Քոչարյանի արտգործնախարարը հայտարարում էր, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածություն եւ խոստում ունի տված ուրեմն Ալիևին եւ Պուտինին միջանց տրամադրելու հարցում։ Ու հիմա այս մարտիկ եկել են ուրեմն այդ փաստաթուղթը դարձրել են երազանքի փաստաթուղթ։ Այստեղ նույնպես ուրեմն այս հանգամանքը նույնպես ցույց է տալիս, որ այդ մարդկանց համար չկա որևէ ուրեմն պետության հետ կապված մտահոգություններ, իրենց համար կարևոր է այդ պահի իրենց նեղ անձնական ու քաղաքական շահը։ Եվ այդ պահին իրենց անհրաժեշտ էր, որ ասեին, որ այդ փաստաթուղթը կապիտուլյացիոն է, իրենք դա ասեցին։ Հիմա, երբ որ այդ փաստաթուղթը ամբողջությամբ խախտվել է եւ դա խախտել են Ադրբեջանը եւ Ռուսաստանը, հիմա երբ որ մնացել է այդ մի կետը կոմունիկացիաների բացման, հիմա այդ փաստաթուղթը սարքել են երազանքի փաստաթուղթ, ինչու են դա սարքել երազանքի փաստաթուղթ, երկու կարևոր հանգամանքով։ Առաջինը Հայաստանը լուծել է կոմունիկացիաների բացման հարցը օգոստոսի 8-ին ստորագրել են համաձայնագրեր, որոնք Հայաստանին արմատական զարգացման լուրջ հնարավորություններ են տալիս, որոնք Հայաստանը դարձնում են տարածաշրջանում շատ կարևոր գործոն եւ տնտեսական եւ կոմունիկացիոն եւ հետեւաբար աշխարհաքաղաքական։ Հիմա այդ մարդկանց դա անհանգստացնում է եւ ուզում են պատմության անիվը հետ շրջել եւ Հայաստանը դարձնեն էլի վասալի կարգավիճակում, երբ որ ամեն ինչի թույլատրությունը, նույնիսկ դպրոցում տնօրենի նշանակման թույլատրությունը արդեն հարցնեն օրինակ Մոսկվայից եւ դրա դիմաց իրենք ստանում են իշխանություն, դրա դիմաց իրենք ստանում են որոշակի նյութական եւ տնտեսական բավարարվածություն եւ պահպանելու են այն թալանածը, ինչ որ թալանել են այդ տարիների ընթացքում եւ հաջորդ հանգամանքը ուրեմն սա նոյեմբերի 9-ին վերադառնալ այս իշխանություն այս ուրեմն քաղաքական շրջանակների համար իմ տպավորությամբ հետեւյալն է, որ իրենք տվել են որոշակի խոստումներ Ռուսաստանին, որ իրենց իշխանության գալու պարագայում այդ նոյեմբերի 9-ի օրակարգը հետ է վերադառնալու եւ իրենք այդ միջանցքը տրամադրելու են Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային եւ պատահական չի, որ Ռոբերտ Քոչարյանը օրինակ ասում է, որ ինչ տարբերություն այդ երկու ստորագրված թղթերի տարբերությունը այն է, որ մենակ Ղարաբաղը չկա, բայց այդ մարդը նույնիսկ այդ թղթի սևով սպիտակին գրված տարբերությունը չի տեսնում, երբ որ օրինակ նոյեմբերի 9-ի 9-րդ կետում գրված է ռուսական FSB, ու այդ ռուսական FSB-ն երևի այնքան հարազատ է իր համար, ինքը դա չի տեսնում, այդ համարում է իր, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայության ուժերը, իսկ օրինակ Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրերում չկա ռուսական FSB, բայց դրանք նույնն են Ռոբերտ Քոչարյանի համար եւ մնացած այլ տնտեսական հնարավորությունները։ Ու այս քաղաքական շրջանակները այս ամենով հանգեցնելու են հերթական պատերազմի, հանգեցնելու են Ադրբեջանի մոտ այն քաղաքական հիմնավորմանը, որ Հայաստանում իշխանության են եկել ռևանշիստները եւ դա ուրեմն պատերազմ վարելու առիթ է տալի Ադրբեջանին, որի արդյունքում անեքսիայի է ենթարկվելու Սյունիքը կամ նրա զգալի մասը եւ այս շրջանակները իրականացնելու են իրենց վաղեմի, Ռոբերտ Քոչարյանի ուրեմն վաղեմի երազանքը մեղրին փոխանակելու եւ չգիտեմ ինչ անելու։ Սա է իրականությունը եւ ես կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունները պետքա լինեն վերջնական ջրբաժան անցյալի ու ապագայի, պետքա լինի վերջնական որոշման ժամանակահատված, երբ որ այս քաղաքական շրջանակները վերջնականապես պետքա դուրս շպրտվեն Հայաստանի քաղաքական դաշտից, ավելին ասեմ, ես կարծում եմ, որ նույնիսկ ընտրությունների ընդառաջ
այս քաղաքական շրջանակները ընդհանրապես չպետք է թույլատրվի ընտրություններին մասնակցելու եւ դրա բոլոր հիմքերը կան, որովհետեւ այս շրջանակները թե իրենց կառավարման ժամանակահատվածում, թե վերջին տարիների իրենց հայտարարություններում նստեմացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն եւ ապացուցել են, որ իրենց իշխանության գալու պարագայում Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան չի լինելու եւ հետեւաբար 2026 թվականի ընտրությունները պետքա լինեն ընտրություններ հանուն, ասացիք հանուն, թե ընդդեմ հանուն խաղաղության, հանուն Հայաստանի կայուն եւ երկարաժամկետ զարգացման, հանուն ուրեմն ժողովրդավարության եւ հանուն մեծ առումով ազատ Հայաստանի, հանուն հզոր եւ 21-րդ դարին համապատասխան Հայաստանի Հանրապետության։ Իսկ այդ Հայաստանի Հանրապետությունը կարող են կառուցել այն ուժերը, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ոչ թե նույնիսկ հոգեորականի բերանով ասում են ժողովրդավարությունը ուրեմն չարիք է, այն ուժերը, որոնք հավատում են Հայաստանը, որ Հայաստանը կարող է անկախ եւ ինքնիշխան պետություն լինել, իսկ այն ուժերը, ովքեր որ դեմ են դրան եւ ընդհակառակը Հայաստանը փորձում են նորից հետ տանել անցյալի այդ ժամանակահատվածը, այդ ուժերը պետքա վերջնականապես Լուսանսկից դուրս դրվեն 26 թվականի ընտրություններով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։